Դե ինչ ապրիլ ամիսը սկսվում է հիշեցնելով մեր ժամանակների կարևորագույն խնդիրներից մեկի աուտիզմի մասին։ Այն կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին։ Ըստ հետազոտությունների, վերջին 2 տասնամյակների ընթացքում աուտիկ սպեկտրի խանգարման ցուցանիշները շատ երկրներում աճել են, այդ թվում նաև Հայաստանում։ Այս տարի աուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն է։ Մեր տաղավարում են աուտիզմ ազգային հիմնադրամի կրթական ծրագրի մասնագիտական գործընթացների վերահսկման ղեկավար Հայկանուշ Դիլանյանն ու աուտիզմ ազգային հիմնադրամի հանրային կապերի համակարգող Աննա Ղազարյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շնորհակալություն այս առավոտը մեզ հետ սկսելու համար։ Երբ ասում ենք աուտիզմ, շատերը տարբեր բաներ են պատկերացնում։ Ինչ է աուտիզմը իրականում, շատ պարզ բառերով եթե փորձենք բացատրել։ Եթե թույլ կտակ ես, շատ շնորհակալություն հնարավորության համար եւ արշավին միանալու համար, որովհետեւ աուտիզմի իրազեկումը առանցքային դեր ունի աուտիզմի միջամտության վաղ հայտնաբերման համար, ինչպես տարբերել այս մարդիկ ուղղակի փոխհարաբերություններ կառուցելու դժվարություն ունեն իրենց կյանքի բոլոր փուլերում, սկսած նորածնային շրջանում, հետո մանկիկության, հետո ավելի մեծ նույնպես շատ լայն սպեկտր է, շատ դժվար է կոնկրետ նկարագրել, յուրաքանչյուր մարդու մոտ աուտիզմը շատ տարբեր կարող է դրսևորվել, բայց այս մարդիկ դժվարանում են օրինակ դիմել, դժվարանում են հաղորդակցվել, դժվարանում են օրինակ վաղ փուլերում ֆիքսել մարդու դեմքը, ունենալ աչքի կոնտակտ, արձագանքել մարդկանց ձայներին, օրինակ չունեն ավելի վաղ շրջանում մատնացույցի ժեստը։ Փոքրիկները, չգիտեմ, տեսել եք, երբ որ նայում են, փնտրում են մեծերին, կիսում են իրենց ուրախությունը, այսա կտեսնենք, որ դժվարությամբ է իրականանում եւ բացակայում է։ Մյուս բանը, որ դժվար է ձևավորվում, խոսքն է, հաղորդակցումն է եւ խոսքային եւ հարլեզվային միջոցներին մարդկանց դժվար են արձագանքում, իրենց մոտ էլ դժվար է ձևավորվում։ Եվ շատ նկատելի է կրկնվող վարքաձևերը, խոսքը, շատ հաճախ նկատում ենք։ Այս եռամիասնությամբ է, որ որոշում ենք մարդը ունի աուտիզմ, թե ոչ։ Ինչպես է մարդն ունենում աուտիզմ, արդյոք սա գենետիկական փոխանցմամբ է լինում, թե միգուցե սխալ հղիության շրջանի արդյունքում, ինչի արդյունքում են մարդիկ ունենում աուտիզմ։ Դեռևս հետազոտում են, զարմանալի է, բայց գիտությունը դեռևս հստակ պատճառաբանություն չի տալիս մեզ, պատճառագիտության մեջ հստակությունը դեռևս չկա, սակայն 80% դեպքերում նշում են, որ կա գենետիկ նախատրամադրվածություն, ոչ ժառանգական, գենետիկ, այսինքն մարդու գենի մեջ ձևավորվում է որոշակի պոտենցիալ, որը հետագայում միջավայրի որոշակի ազդեցությունների պատճառով, դա կլինի հղիության բարդություններ մայրիկի մոտ, նշվում է հիմա ծնողների մեծ տարիքը, աղտոտված միջավայրը, այսպիսի տարբեր գործոներ կամ հետծննդյան շրջանում բարդություններ, ուղեղի հետ կապված ինչ-որ խնդիրներ ու հանկարծ ի հայտ է գալիս հետագայում ավելի ուշ ախտանիշները։ Մենք նշեցինք, որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում կա աուտիզմի աճ, նաև Հայաստանում կա, ինչով է դա պայմանավորված։ Պայմանավորված է նրանով, որ գործիքակազմը ախտորոշելու փոփոխվել է, ավելի հստակեցվել ու լայնացվել է։ Հայաստանում շատ լավ սկսել են ախտորոշել, շատ վաղ սկսել են դիմել, այսինքն այդ վաղ դիմելու շնորհիվ է ու նաև մասնագիտական ավելի շատ մասնագետներ են, որոնք զբաղվում են դրանով, ավելի լավ են ախտորոշում, նույնն էլ ամբողջ աշխարհում է, որ հենց նրանից է, որ հենց գործիքը ինքն է փոփոխվել։ Չնայած օրինակ ԱՄՆ-ում 31-ից 1 երեխան ունենում է աուտիզմ եւ այս տենդենսը աճի շատ մեծ է։ Հայաստանում մենք այդպիսի հստակ վիճակագրություն չունենք, բայց երբ մեր ախտորոշ հոգեբուժների հետ խոսում ենք, դիմում ենք այդպես բժիշկներին, իրենք նշում են, որ շատ են դիմելիությունը բավականին շատ է։ Աննա, երբ խոսում ենք իրազեկումից, որքանով են մարդիկ իրազեկված աուտիզմից։ Նախ շնորհակալ եմ, որ այստեղ ենք ու հնարավորություն կա խոսելու։ Հիմա այս պահին մենք ունենք շատ լավ ցուցանիշ, այսինքն իրազեկվածությունը մարդկանց բարձրացել է։ Նախկինում չկար այդ իրազեկվածությունը, տարի իրազեկվածություն բարձրանում է եւ մարդիկ ավելի շատ գիտեն, ավելի շատ են ճանաչում աուտիզմը։
հասարակության մեջ տեսնելով աուտիզմ ունեցող երեխայի տեղահասի ավելի շատ գիտեն դրա մասին ու կարողանում են ինչ-որ ձևով աջակցել։ Կա տարածված կարծիք, որ բոլոր աուտիզմով մարդիկ նման են միմյանց։ Ինչքանով է դա ճիշտ, ինչքանով է դա սխալ։ Կարծրատիպ է, իրականում ոչ մի աուտիզմ ունեցող մարդ մյուսին նման չէ, շատ յուրօրինակ են եւ կարողություններով եւ դրսեւորումներով եւ որպես մարդիկ շատ տարբեր են։ Որքանով է կարևոր այս խնդրի վաղ հայտնաբերումը եւ որքանով է սա օգնում նաեւ բուժմանը եւ արդյոք կարելի է ասել, որ աուտիզմից կարելի է 100%-անոց բուժված դուրս գալ, թե դա միևնույն է հիվանդություն է, որն ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցելու է քեզ։ Իրականում հնարավոր չէ գերագնահատել վաղ հայտնաբերման դերը, ինչու, որովհետև որքան վաղ հայտնաբերում են ու որքան վաղ սկսվում է միջամտությունները, այնքան շատ լավ, շատ արագ արդյունք են ունենում երեխաների զարգացմանը դեֆիցիտար մասերը ձևավորվում են, հա, օրինակ նույն փոխհարաբերություններ կառուցելը, նույն հաղորդակցման մասը եւ շատ արագ իրենք նորմատիպիկ իրենց հասակակիցների հետ հարմարվում են ու ներառվում են իրենց համար բնորոշ սոցիալական խմբերում, մանկապարտեզներում, դպրոցներում, այդ պատճառով շատ կարևոր է, որպեսզի իրազեկված լինեն, իմանան նշանների մասին, արագ դիմեն մասնագետներին եւ մենք ունենում ենք երեխաներ, իրական ավելի վաղ հետազոտություններ ապացուցում են, երբ թիրախավորված, ինտենսիվ վաղ միջամտություն է իրականացվում, հնարավոր է լինում մոտ 50%-ի մոտ հաղթահարել կամ ունենալ, այո, հարմարված աուտիզմ ունեցող մարդիկ հասարակության մեջ։ Հայաստանում այսօր որքանով են ստեղծված պայմաններ այս երեխաների զարգացման համար։ Հայաստանում կան կենտրոններ, որոնք սպասարկում են աուտիզմ ունեցող երեխաներին, դեռահասներին, այդ կենտրոններ մեկը եւ առաջիններից մեկը աուտիզմ ալգեն հիմնադրամն է, 2006 թվականին է հիմնվել կենտրոնը եւ տարի կենտրոնի շահառուների թիվը ցավոք սրտի աճում է, աճ է գրանցում, բայց մենք կարողանում ենք ինչքանով որ հնարավոր է կարողանում ենք ապահովել եւ զբաղվածությունը եւ սոցիալիզացիան, որ շատ կարևոր է աուտիզմ ունեցող անձանց համար եւ ծնողների հետ աշխատանքը մեր կենտրոնում աուտիզմի շուրջ իրազեկման աշխատանքներն են շատ, մենք խոսում ենք հասարակության լայն շերտերում աուտիզմի մասին եւ կարծում ենք, որ մեր կենտրոնի գործունեությունը շատ կարևոր է հարյուրավոր ընտանիքների համար։ Երբ խոսում ենք դպրոցական երեխայի մասին, ով որ ունի աուտիզմ եւ հաճախում է դպրոց, կարծես թե ամբողջ իրազեկումն այն մասին է, որ պետք է ադապտացվել, պետք է հասարակության մեջ տեսնել այս մարդկանց, այլ ոչ թե առանձնացվել։ Բայց արդյոք դպրոցներում կան այդ բոլոր պայմանները, որպեսզի այս երեխաները կարողանան հաճախել եւ եթե ունենամ են որոշակի նոպաներ, այսինքն դպրոցում բժշկական անձնակազմը արդյոք պատրաստ են այս երեխային առաջին օգնությունը ցուցաբերել։ Մի քիչ այսպես սուր ծակեց նոպաները չեն ունենում այսպիսի երեխաները, միգուցե վարքային դժվարություններ են ունենում, միգուցե եւ երեխաների շփման շրջանում, այո, քանի որ իրենք չունեն բավականաչափ ռեսուրս, կարողություն, փորձառություն, հա, հաղորդակցվելու այն դժվարությունները, որ նորմատիպիկ երեխաները կարողանում են հեշտությամբ հաղթահարել, իրենց համար շատ ժամանակ անհաղթահարելի է, ու եթե մենք չունենանք այդ անհատականացված մոտեցումը, շատ լավ չճանաչենք այս երեխաներին, գուցե իրենք հայտնվեն այլ դրանք գերզգայուն են ձայների նկատմամբ, մարդաշատության նկատմամբ, այո, պատկերացրեք մի բան, որ դուք չեք հասկանում, դա կրկնվում է ու դուք չգիտեք ձև ասելու, որ ես դուր չի գալի, ես ինձ վատ եմ զգում, տարեք ինձ այստեղից, բնականաբար արձագանքում են շատ ժամանակ վարքով, մենք էլ ենք արձագանքում, եթե մեզ շատ ճնշեն, մենք բոլորս արձագանքելու ենք վարքով, պետք
պետք է գրագետ մոտեցում, պետք է հասկանալ վարքերի պատճառները, դրա մասին պիտի բոլորը տեղյակ լինեն, հրաշալի գաղափար է, որպեսզի նրանք լինեն իրենց հասակակիցներից մեկը, իրենց հասակակիցների մեջ ու ուսուցանեն նրանց հետ, բայց որպեսզի սա լինի նաև արդյունավետ, մենք պիտի շատ աշխատանք տանենք, շատ լավ կրթենք եւ դպրոցը եւ հասակակիցներին եւ ուսուցիչներին, որպեսզի իրենք ստանան կրթություն, իրացնեն իրենց կրթության իրավունքը եւ լինեն իրենց սոցիումի մասնիկը։ Հասարակություն շատ ժամանակ կարող է շատ դաժան լինել, անընդհատ փորձում շրջանցել հիվանդություն բառը, տարբերվող երեխաների նկատմամբ, ինչպես բացատրել իրենց, ինչպես բացատրել, որ սա վատ բան չէ, սա ուղղակի տարբերություն է, որ երեխան տարբերվում է ուղղակի ձեզնից, ինչպես բացատրել, որպեսզի դպրոցականները ճիշտ հասկանան դա։ Այլավն ասացիք դպրոցականները, այդ իրազեկվածն պիտի լկլվի վաղ տարիքից, մանկապարտեզից դպրոցից այնուհետև համալսարանից, ավելի շատ պիտի խորհրդվի ընտանիքում։ Նորական կրթության մոդելը շատ լավ մոդել է, եթե համալսարանցին ունենում է եղբոր դասարանցին ունենում է աուտիզմ կամ ինչ-որ այլ խնդիր, ինքը արդեն սոցիալիզացիայում տեսնում է, որ այդ դպրոցում դասարանում կա աուտիզմ ունեցող երեխա ու նույն երեխան ուղղակի տարբեր առանձնահատկություններով, դժվարություններով կարիք ունի աջակցման, հասկացման, օգնության։ Ներառումը սկսվում է մանկապարտեզից, ոչ թե դպրոցից, այլ մանկապարտեզից, հետո դա արդեն վերածվում է գնում է դեպի մեծ կյանք։ Այս պարագայում մենք խոսում ենք հարաբերությունների մասին, բայց որքանով է կրթական համակարգը պատրաստ ներառական կրթությանը։ Դժվար հարց է իրականում, երբ նայում ենք իրականությանը, տեսնում ենք, որ կրթության նախարարությունը, համապատասխան մարմինները մեծ ջանքեր են ներդնում, համակարգ, մարդիկ, բերում են մասնագետներ, որոնք կվերապատրաստեն, ահռելի ջանքեր են ներդրվում, որպեսզի կայանա այդ ներառականությունը։ Իրականում մենք թերացումներ շատ ունենք, բայց ունենք նաև հաջողված դեպքեր, ունենք երեխաներ, որոնք ավարտում են դպրոցը, միջմասնագիտական կրթություն են ստանում, այսինքն սա մի անիվ է, որ պտտվում է, դեռևս դժվար է պտտվում, դեռևս շատ տեղեր կա, որ պիտի զարգացնենք, դեռևս երեխաների անհատական ծրագրի հետ պիտի շատ աշխատենք, իր համակարգի շատ բան անելիք կա, որպեսզի կայացնենք, շատ հաճախ են հիմա բողոքները դպրոցներից, նույն աուտիզմ ունեցող մարդկանց ծնողներից, երկուստեք դժվարություններ կան, բայց պետք է կարծում եմ համառ լինել ու համատեղ հաղթարել, որովհետև ինքը իրոք շատ լավ մոդել է, եթե մենք իրացնենք, մենք շատ մեծ գործ արած կլինենք եւ պետք չի շտապել, ամեն ինչի համար պետք է համբերություն եւ ժամանակ։ Ինչպիսի միջոցառումներ են իրականացվում Հայաստանում աուտիզմի իրազեկման օրվա հետ կապված եւ առհասարակ աուտիզմի հետ կապված։ Կան ինչ-որ միջոցառումներ։ Ամեն տարի մենք ունենում ենք աուտիզմ հիմնադրամում ունենում ենք ապրիլի 2-ին ունենում ենք մեծ միջոցառում նվիրված աուտիզմի իրազեկման օրվան։ Մեր ցաները իրենց ելույթներով են հանդես գալիս, մենք ունենում ենք շատ տարբեր հյուրեր, որոնք հիացած են լինում մեր ցաներով, կարծում դա շատ կարևոր միջոցառում է տարվա մեջ ամենասիրելի ու ամենակարևոր միջոցառումներից մեկն է, որ այդ օրը աուտիզմը ավելի բաց է լինում, ավելի սիրուն է լինում, այսինքն մենք մեր երեխաները կարողանում են հանդես գալ իրենց տաղանդներով, իրենց շնորհներով, մեր երեխաները դեռահասները հիացնում են շատերին։
Շնորհակալություն։ Պետք է եւս մեկ անգամ խոսել այն մասին, որ պետք է ընդունել մարդկանց այնպեսին, ինչպեսին որ կան։ Մարդիկ յուրահատուկ են իրենց տեսակով, իրենց գույնով եւ իրենց կարողություններով։ Ձեզ մաղթում ենք նորանոր հաջողություններ, իրազեկման նոր ու նոր ճանապարհներ եւ ինչպես նշեցի, կրթության մեկ այլ աստիճան, այնպես որ հուսանք, որ հաջորդ տարի երբ կհանդիպենք, կրթական առումով մեզ շատ նորություններ կասեք։ Շնորհակալություն։ Հիշեցնենք, մեր տաղավարում էին աուտիզմի ազգային հիմնադրամի կրթական ծրագրերի մասնագիտական գործընթացների վերահսկման ղեկավար Հայկ Անուշ Դիլանյանն ու աուտիզմի ազգային հիմնադրամի հանրային կապերի համակարգող Աննա Ղազարյանը։ Շնորհակալություն։ Իսկ հիմա սիրելի հեռուստադիտող, առաջարկում ենք ձեզ լսել լավ երաժշտություն եւ վերադառնալ։